Հոկտեմբերի վերջի դրությամբ Միացյալ Նահանգներն արտաքսել է ռեկորդային թվով ապօրինի ներգաղթյալի։ Եթե 2024 թվականին արտաքսվածների թիվը 270,000 էր, ապա 2025 թվականին դեռ տարին չավարտված երկիրը ստիպողաբար լքել է կես միլիոնից ավելի ապօրինի ներգաղթյալ։ Եվս 1.5 միլիոն մարդ Միացյալ Նահանգներից հեռացել է ինքնակամ։ Ամերիկյան դաշնային կառավարության ներգաղթային քաղաքականության խստացումների ֆոնին Կալիֆոռնիայի նահանգային իշխանությունը մեծացնում է անօրինական ներգաղթյալների պաշտպանությունը։ Չնայած ձեռնարկվող քայլերին, այս նահանգում նույնպես արտաքսվածների թիվն աճել է 78%-ով։ Ընդ որում 2025 թվականին զգալիորեն շատացել են քրեական անցյալ չունեցող ներգաղթյալների արտաքսման դեպքերը։ Շատ անհանգստություն եւ մտահոգություն կա, այսօր ստեղ եմ, այսօր ստեղ չեմ, green card-ից թուղթերը դեռ չի եկել, դեռ կասկածյալ վիճակի մեջ եմ, մարդիկ չպետք է այս միջոցի մեջ ապրեն։ Մի քանի օրենսդրական փոփոխություններով Կալիֆոռնիան ամրագրել է, որ չի գործակցի դաշնային կառույցների հետ եւ չի փոխանցի անօրինական ներգաղթյալների տվյալները, ներառյալ օրինախախտման մասին տեղեկությունները։ Այս քայլերն էլ ավելի են սրել ներգաղթային հարցերում հանրապետականների ու դեմոկրատների հակասությունները, ինչի հետևանքով Միացյալ Նահանգների ներգաղթի եւ մաքսային ծառայությունը նոր ուժեր է ուղարկել Կալիֆոռնիա, առավել խստացնելու ներգաղթային հսկողությունը մեծ քաղաքներում։ Դա իր հերթին ավանդաբար դեմոկրատական կողմնորոշում ունեցող այս նահանգում բազմապատկում է ներգաղթյալներին օգնելու նահանգային ու քաղաքային իշխանությունների ջանքերը։ Ես ուժ չունեմ ֆեդերալ կառավարության դեմը աշխատեմ, բայց կարող եմ իմ բնակիչներին, իմ շրջանի բնակիչներին օգնեմ կանոնը ավելի լավ ըմբռնեն կամ ուսումնասիրեն, առիթներ ունենան երեսփոխաների հետ խոսեն, որ իմանան իրենց իրավունքները ինչա, կամ իմանան ինչ տարբեր ծրագիրներ կան, որ կարող է իրենց օգնեն։ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը եւ ամերիկահայ իրավաբանների միությունն այս օրերին գործակցում են հայ ներգաղթյալներին իրազեկելով իրենց իրավունքների մասին եւ օգնելով գտնել անվճար կամ մատչելի փաստաբանական ծառայություններ։ Վերջը մի մոռացեք, այս երկիրը կանոնների երկիր է։ Եթե էլ կառավարությունը ուզում է քեզի ձերբակալի եւ ուրիշ երկիր ուղարկի հետ, դու դեռ իրավունքներ ունես։ Պետք է ճիշտ փաստաբանի հետ խոսես եւ իմանաս ինչ են քո իրավունքները։ Իրավաբանները հայ գործարարներին խորհուրդ են տալիս խուճապի չմատնվել, երբ իրենց բիզնես են այցելում ներգաղթային ծառայության զինված աշխատակիցները։ Պահանջեն դատավորի նամակը իրենց աշխատակազմի փաստաթղթերը ստուգելու համար։ Հաճախ ներգաղթյալները վախենում են տեսնելով իմիգրացիոն եւ մաքսային ծառայության աշխատակիցներին, մտածում են, որ պարտավոր են խոսել նրանց հետ։ Ոչ, դուք պարտավոր չեք։ Ուստի կարևոր է, որ գործատուներն իրենց աշխատակիցներին տեղեկացնեն օրենքի մասին։ Մյուս նրբությունն այն է, որ գործատուն պարտավոր չէ ներգաղթային ծառայության գործակալներին հանձնել իր աշխատակիցների տվյալների ամբողջական փաթեթը։ Օրենքը պահանջում է ունենալ հատուկ ձևաթուղթ, միայն հակիրճ մի քանի տեղեկությամբ, այլապես աշխատակիցները կարող են գործատուին դատի տալ իրենց անձնական տվյալները դաշնային իշխանությանը փոխանցելու համար։ Գործատուն չի կարող միջամտել, երբ իմիգրացիոն եւ մաքսային ծառայության գործակալները տանում են իր աշխատողին, բայց կարող է պահանջել դատարանի որոշումը։ Պետք է լինել պատրաստված, ունենալ ճիշտ փաստաթղթեր եւ եթե վստահ չեք, պետք է խոսել փաստաբանի հետ։ Հայ փաստաբանների խորհուրդն է մշտապես ձեռքի տակ ունենալ փաստաթղթերը։ Հիմա շատ այդ մարդկանց հեռախոսներն են ձեռքերներից վերցնում եւ կոնտակտներին նայելով գնում են նաեւ կոնտակտների հետևից են ընկնում։ Հայ փաստաբանների մեկ այլ կարևոր խորհուրդ է՝ մի ստորագրեք ձեզ համար անհասկանալի օտար լեզվով փաստաթուղթ, այն կարող է դառնալ արտաքսման հիմք։ Ասում են, այս թուղթը ստորագրի, որ քեզ էս տանք կամ այն տանք, ու այդ թղթի մեջ ինչ որ միտեղ գրված է, որ ինքը հրաժարվում է իր իրավունքներից։ Երբ որ դու այդ թուղթը ստորագրում ես, արդեն քեզ հավաքում են, ճամփու են դնում։ Միացյալ Նահանգներում ներգաղթային վերահսկողության խստացման այս շրջանում փաստաբանները խորհուրդ են տալիս հնարավորին զերծ մնալ տանից դուրս գալուց, նաև խուսափել ճամփորդել նույնիսկ ժամանակավոր կացության օրինական փաստաթղթով։ Եթե նախկինում green card-ը գրբանը շատ հանգիստ կարար գնար հետ գար, հիմա թող շատ զգուշ լինեն, որովհետև green card-ով էլ եթե դուրս եկան, կարողա չթողնեն ու աերոպորտում օրեր կամ դաժե շաբաթներ եղելա, որ մարդը մնացել է։ Հատուկ travel document գոյություն ունի, այդ փաստաթուղթը իրանց ձեռքը եղավ, էլ պրետենզիաներ չեն կարա ներկայացնեն։ Այս ու շատ այլ խորհուրդներ տալու համայնքին անվճար կամ մատչելի փաստաբանական ծառայություններ տրամադրելու համար առաջիկա օրերին ամերիկահայ իրավաբանների միությունն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կանցկացնեն հանդիպում հայ համայնքի հետ։ Իմացիր քո իրավունքները խորագրով։ Լիլիթ Ցետրակյան, Գարեգին Վարդանյան, Լուրեր, Միացյալ Նահանգներ։